Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը մոտենում է իր վերջակետին, բայց այդ վերջակետը ամենևին էլ հանգիստ չէ։ Այն լի է լարվածությամբ, ներքին պայքարով և ծանր ընտրություններով, որոնք որոշում են հերոսների ճակատագրերը։ Ամենասարսափելի պահերից մեկում Լիլիթը զենքը պահում է Անգելինայի վրա, այդ կադրերը բառացիորեն սառեցնում են հեռուստադիտողին։ Թվում է մեկ վայրկյան է բաժանում անդառնալի ողբերգությունից, սակայն հենց այստեղ է, որ Սոսն ու Արամը գործում են միասին, նրանց հաջողվում է զենքը խլել Լիլիթի ձեռքից։ Այդ պահը ոչ միայն ֆիզիկական փրկություն է, այլ նաև հոր ու որդու ներքին պայքարի գագաթնակետ է։ Սոսը, չնայած Արամի աղաչանքներին ու արցունքներին, կայացնում է ամենադժվար որոշումներից մեկը՝ նա Լիլիթին տեղափոխում է հոգեբուժարան։ Արամը փորձում է կանգնեցնել հորը, հիշեցնելով, որ Լիլիթն իր մայրն է, բայց Սոսը հասկանում է, որ այլևս այլ ելք չկա։ Սա այն որոշումն է, որը ցավեցնում է բոլորին, բայց միևնույն ժամանակ պաշտպանում է մյուսներին։ Լիլիթի կերպարն այստեղ ամբողջությամբ կոտրվում է, նա մնում է մենակ իր ընտրության հետևանքների առաջ։ Մինչ այդ Անգելինան շարունակում է ապրել մշտական վախի մեջ, նրա ներսում ամեն ինչ խառնված է՝ սեր, պարտավորություն, մեղքի զգացում։ Միքայելն անգամ այս փուլում փորձում է վերահսկել իրավիճակը։ Նա Անգելինային ժամանակ է տալիս, ակնարկելով, որ եթե չվերադառնա Հենրիի մոտ, Սոսը կարող է հայտնվել բանտում։ Սա հերթական ճնշումն է, հերթական մանիպուլյացիան, որը Անգելինային դնում է անհնար ընտրության առաջ։ Եվ Անգելինան ընտրում է ինքնազոհողությունը։ Նա որոշում է վերադառնալ Հենրիի մոտ, ոչ թե սիրուց, այլ Սոսին պաշտպանելու համար։ Բայց հենց այստեղ է, որ Հենրին վերջապես իրեն դրսևորում է ոչ թե որպես վիրավորված տղամարդ, այլ որպես հասուն մարդ։ Նա հասկանում է Անգելինայի վերադարձի իրական պատճառը և չի ընդունում այդ զոհաբերությունը։ Հենրին նրան իր ձեռքով տանում է ավագի ու Վիկտորիայի տուն, ցույց տալով, որ սերը չի կարող կառուցվել շանտաժի ու վախի վրա։ Սա Հենրիի կերպարի ամենաուժեղ պահերից մեկն է։ Սոսը որոշում է վերջապես իր հարցերը պարզել Միքայելի հետ։ Տարիների լռությունը, կուտակված ցավը, կործանված կյանքերը պահանջում են պատասխաններ, և հենց այդ լարված պահին է, որ տեղի է ունենում սերիալի ամենահուզիչ ու խորհրդանշական դրվագներից մեկը։ Անգելինան Սոսի հետևից կանչում է պապ։ Այդ մեկ բառը փլուզում է Սոսի ամբողջ ներքին պատնեշը։ Նա չէր սպասում դա լսել, չէր սպասում այդքան պարզ ու անկեղծ ընդունում։ Այդ պահին Սոսը ոչ միայն հայր է դառնում, այլ նաև արդարացված մարդ։ Այդ պապը կարծես սերիալի ողջ ցավի ու սպասման փոխհատուցումն է։ Սակայն անգամ այստեղ ամեն ինչ չի ավարտվում, լարվածությունն ամբողջությամբ չի մարում։ Շրջանառվում են ենթադրություններ, որ Լիլիթը կարող է փախչել հոգեբուժարանից։ Եթե դա տեղի ունենա, վտանգը դեռ վերջնականապես չի անցել։ Լիլիթը մնում է անկանխատեսելի կերպար, և նրա պատմությունը կարող է ունենալ վերջին ամենամութ փորձը։ «Վերջին զանգը» սերիալի ավարտին մոտենում է ոչ թե խաղաղությամբ, այլ ճշմարտության ծանրությամբ։ Յուրաքանչյուր հերոս վճարում է իր ընտրության գինը, բայց միևնույն ժամանակ ստանում է հնարավորություն նոր էջ բացելու։ Ավարտը դառնում է ոչ թե հեքիաթային երջանկություն, այլ կյանքին մոտ, ցավոտ, բայց ազնիվ հանգուցալուծում, որը երկար կմնա հեռուստադիտողի հիշողության մեջ։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ մնացել է ընդամենը հաշված օրեր հեռուստասերիալի ավարտին, այնպես որ ամենաինտրիգային, ամենաանկանխատեսելի ու հետաքրքիր սերիաներն են, որտեղ կարող են բացահայտվել շատ գաղտնիքներ և շատ իրադարձություններ, վերջապես կստանան իրենց հանգուցալուծումը։ Թե ինչ տեղի կունենա Լիլիթի կերպարի հետ և արդյոք հոգեբուժարանից նա փախչելու է Արամի օգնությամբ ու շարունակելու է իր չարագործությունները, և Արամը հասկանա, որ հայրը ճիշտ էր և պետք է ամեն ինչ անել, որպեսզի Լիլիթը ստանա անհրաժեշտ բուժօգնությունը, որպեսզի կարողանա հոգեբանական կայունություն ձեռք բերել, և իհարկե վերջապես
Արամը պետք է հասկանա, որ իր մայրը վտանգավոր է ոչ միայն շրջապատի, այլ նաև հենց իր համար, քանի որ նա կորցրել է արդեն ինքն իրեն, արդեն երկու մարդու մահ է իր խղճին ծանրացած: Ինչպիսի որոշում կընդունի Արամը և արդյոք մորը վերջապես կդատապարտի այդ ամենը և մայրը կհայտնվի բանտում, թե այլ որոշում կընդունի հեռուստասերիալի սցենարիստը ցույց կտա ժամանակը: Բայց հեռուստասերիալի նկարահանումներն արդեն ավարտվել են և հեռուստասերիալին մնացել են ընդամենը հաշված սերիաներ: Բայց մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, մինչ կպարզվի, թե ինչ է սպասվում Հենրիի կերպարին, չմոռանաք միանալ մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք, թե որ դերասանին ու որ դերասանուհուն եք ամենաշատը հավանել այս հեռուստասերիալում և որ դերասանուհուն կամ դերասանին կցանկանայիք տեսնել Դիանա Գրիգորյանի հաջորդ նախագծում, որը լինելու է էլ ավելի ռեյտինգային, էլ ավելի հետաքրքիր և ավելի դիտարժան: